Ինչ բանես։ Չպետք է գայինք մամ։ Ամեն ինչ լավ կլինի։ Հավատայից բանես։ Հեսա կարտոֆիլ կտապակեմ կուտենք։ Սուսան, կիսոր ուտուր։ Քրոջ տանը։ Քույրը հիվանդ է։ Ինչ հիվանդ է։ Ով շատ գիտե, մեծ կնիկ կարելի։ Կեսուրս էլ է մեծ չնայած, բայց ինձանից էլ առողջ, քեզանից էլ հետ է։ 100 տարի էլ կապրի։ Լավ, վերջացրու։ Հիմա մեծ կին է։ Չես անդադ դժգոհում։ Քեզ օգնում է։ Հետո տանը որ մեծ է լինում, շատ լավ է, առանց մեծ տունը ինչ է, չեմ հասկանում։ Վայ, ինչ ես խոսում։ Ես առանց մեծի շատ լավ էլ կապրեմ, թող մենակ հնարավորություն տան։ Ոչ մի ձևով չկարողացա հասնեմ այդ նպատակիս։ Դե լավ, վերջացրու։ Լավ։ Աննա ջան, արի գնանք ես կարտոֆիլը կմաքրեմ, դու էլ հացը կկտրատես։ Ինչ ես սրտնեղած, Աննա ջան։ Մարիամնաս կգա, կշուփվեք, կծանոթանաք, ընկերների հետ կծանոթացնի, քեզ շատ լավ երեխեք են։ Չէ ձանձրանա, բալես, մի տխրի։ Դասերդ կօգնի կանես։ Իմ Աննան շատ լավ է սովորում։ Հա։ Դե ստեղ մի քիչ բարդ է ծրագիրը։ Կօգնի Մարիամնաս մի խոսքով, հետ չմտածես։ Դե Աննաս շատ ընդունակ է, չեմ կարծում, որ չկարողանա, չէ բանես։ Դե լավ, ավելի լավ։ Գնանք Աննա ջան։ Սուսան ջան, ես գյուղից լավաշ եմ բերել, բանես, տոպրակներից մեկում է, կհանց կտրատես։ Ես լավաշ առանձնապես չեմ սիրում։ Ստեղ Մարիշս 2 տարեկան է։ Լավն է, չէ՞։ Ես չեմ հասկանում ում նման է երեխեն։ Ստեղ 3 արդեն։ Շատ համոշն է։ Ստեղ տոշն տատն է։ Հա։ Գոնե ինձ նման լիներ։ Ոչ լավ։ Վայ, չէ, շատ սիրուն աղջիկս մենակ տեսնես, ալա։ Գեղեցկուհի է։ Ստեղ գազանանոց էինք տարել երեխուս։ Եղջս վախեցել էր։ Էս Ալբերտն է։ Հեսա կգա միջայլոց ժամն արդեն։ Իսկ Մարիաննան։ Մարիաննան էլ Ալբերտի հետ կգա։ Դասերից հետո մի քանի առարկա կա, լրացուցիչ գնում պարապում է երեխես։ Ամեն օր ուշ է գալիս, լսի, գալիս պարապում է, առավոտը նորից դասի։ Դպրոցի դասատուների մոտ է պարապում։ Հա, իր ուսուցիչների։ Բայց եկող տարի ուզում եմ տամ անպայման դասախոսի մոտ պարապի։ Մտածում ենք համալսարան ընդունվի, տեսնենք։ Իրավաբանական կամ բանասիրական, չգիտեմ։ Բայց դրանք տարբեր ուղղություններ ունեն։ Նայած ինչ նախասիրություն ունի երեխա։ Դե Ալլա ջան, հումենակ դա չի։ Կարևորը ապագա ունեցող մասնագիտություն ընտրի։ Ճիշտ ես։ Վայ Մարիշիս ոնց կսազի իրավաբանի դերը։ Ես արդեն պատկերացնում եմ։ Այնքան երազանքներ ունեմ, ես աղջկաս հետ կապված։ Չգիտեմ։ Իսկ Աննան։ Դե Աննան դեռ հստակ չի որոշել։ Բայց կկարողանա պարապել։ Ես ինքնուրույն կպարապեմ։ Վայ։ Աննա ջան, դու լրիվ մամատ ես այդ ժամանակ։ Հիմա պետքա դասախոսի մոտ անպայման պարապել։ Դե ես ինքս կփորձեմ մի բան անեմ։ Մենք հիմա չենք կարա դասախոսի մոտ պարապենք։ Ինչ ասեմ, Ալլա ջան, չեմ ուզում հիասթափեցնեմ, բայց շատ դժվար կլինի։ Չգիտեմ։ Եկան։ Հա, ջանա։ Ոչ մի բան, ո՞նց ես վարես։ Լավ։
Տատի տուննա, աջա, տատի տուննա, չէ։ Մամա, ես էլ մենք, բարև ձեզ, ես էլ իմ Մարյանն եմ։ Բարև։ Ծանոթացեք դե Դաննան ես։ Հա, Հույրի կտա, ոյ։ Ես իմ սիրուն աղջիկն ես, ոնց ես մեծացել, բալի։ Լավ, ես գնամ ճաշը տաքացնեմ։ Սիրուն ես։ Ոնց ես։ Դուք ոնց եք։ Լավ, բալես, լավ։ Եկար, ճաշը 10 րոպեից պատրաստ կլինի։ Երկար են մնալու։ Հա? Ինձ թվում է շատ լավ լսեցիր, ասում եմ, երկար են մնալու։ Չէ, երկար չեն մնալու։ Աննան այստեղ պետք է ընդունվի դպրոց։ Քույրս էլ կաշխատի, մի քիչ ոտքի կկանգնեն, հետո կգնան բարձով կապրեն։ Մի խոսքով համակերպենք են մտքի հետ, որ արդեն մեզ հետ են ապրելու, հա? Ոչ միշտ, ամենայն դեպս։ Սուսան, մենակ կնիկը սեփական աշխատանքով է, այդքան շուտ ոտքի չի կանգնում։ Դա կտևի տարի, ամենակիչը։ Ալբերտ, ինչ ես առաջարկում։ Դուրս հանեմ հա տնից։ Քեզ չի սազում հուզված կնոջ դերը, այդքան մի հուզվիր։ Վաղ Աննայի գործերը պետք է տանենք դպրոց։ Մարյաննա այս դասարանում ասովորելու։ Գիքորի աղջիկ տեսակն է, հա? Աննա։ Շատ խելացի երեխա է Աննանի Միչայելոց։ Մեզ ոչ մի նեղություն չի տա։ Ոնց որ մայրը լինի ջահել ժամանակ։ Զարմանալի է, բայց մորը շատ նման է, շատ։ Ճիշտ ես ասում։ Բայց ինչ ես ծաղրում։ Կարծեմ դու էլ ջահել ժամանակ շատ հավանում էիր մորը։ Լուրջ։ Չես հիշում։ Ինչ որ չեմ հասկանում, ինչ ես ասում։ Շատ լավ տարբերակ ես գտել, գիտես։ Ես էլ չեմ հիշում, այն ինչ որ չեմ ուզում հիշեմ։ Շատ լավ ձևը գտել ես։ Սուսիկ։ Ճաշ տակացում ենք, սոված ենք։ Այ սուսիկ, սուսիկ։ Շատ ուրախ եմ, որ չես հիշում։ Հացով կեր։ Ուտել։ Ես գնում եմ իմ սենյակ։ Աննա ջան, առավոտը Մարյաննայի հետ կպատրաստեք, միասին դպրոց կգնաք։ Հա? Թղթերդ կտանես, կընդունվես դպրոց։ Իրենց դասարանում կսովորես։ Հագուստ ունես դպրոցի։ Հա,
Լավ է։ Գրքերն էլ կստանաս, ամեն ինչ լավ կլինի։